Դուք պարոն վարչապետի լուսանկարով ավելի շատ եք հիմա ոգեշնչված։ Արդարադատության նախարարի աշխատասենյակից Նիկոլ Փաշինյանի նկարը Կարեն Անդրեասյանը իր հետ նոր աշխատավայր չի տարել։ Ասում է միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի պաշտոնում հիմա ոգեշնչման այլ աղբյուրներ ունի։ Սահմանադրությունից եւ միջազգային իրավական նորմերից։ Փաշինյանի նկարը չկա, բայց լրագրողները նկատում են, որ Անդրեասյանը ջանք ու եռանդ չի խնայում արդարացնելու վարչապետի այն հայտարարությունները, որոնք ըստ իրավապաշտպանների հակասահմանադրական են։ Կառավարությունը ես եմ։ Երբ Փաշինյան ասում է կառավարությունը ես եմ, այդպես չի ստորացնում իր բոլոր ենթականերին, հետաքրքրվում են լրագրողները։ Բոլորը ձեր սխալ, ոչ կոռեկտ ձևակերպումներն էին, որոնց հետ բոլորի հետ ես անհամաձայն եմ։ Բնական գործընթաց է, երբ դու պաշտոն ես զբաղեցնում, ունես ղեկավար։ Վստահ եմ, որ ցանկացածս ներկաներից ունի ղեկավար, եթե իհարկե իր սեփական բիզնեսով չի զբաղվում։ Եվ ղեկավարի ասացի հետ եթե համաձայն չես, դա չի նշանակում, որ դու ծպտուն չես կարող անել։ Դու կարող ես անհամաձայնությունը արտահայտել սեփական դիմումով, հրաժարվելով այն աշխատանքից, որը չի բավարարում քեզ ու քո արժեքներին։ Իսկ եթե միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ չի գրասենյակի նախկին ղեկավարը օրենքին հղում անելով ասում է, որ Սամվել Կարապետյանին պատկանող հեծի մասին միջազգային արբիտրաժի կայացրած որոշումը պարտադիր կատարման ենթակա է, դա արժեքային որ սկզբունքներին է հակասել, որ Փաշինյանը նրան աշխատանքից ազատել է։ Ես նույնիսկ կհրաժարվեմ պետության ղեկավարի, իմ ղեկավարի տվյալ դեպքում մեկնաբանել իր հայտարարությունները, որովհետև իմ որպես ներկայացուցիչի խոսքը արբիտրաժային գործընթացներում մեկ հնարավորություն կարող է ստեղծել, քաղաքական գործիչների խոսքը այլ հնարավորություն։ Արժանապատվության սկզբունքայնության մասին շուրջ կես ժամ դասախոսություն է կարդում Անդրեասյանը։ Հենց նա, ով բարձրագույն դատական անկախ մարմնի պաշտոնը 2024-ի նոյեմբերին լքեց Փաշինյանից ստացած մեկ SMS-ով։ Շուրջ մեկ տարի անց փորձում է արդարանալ, թե վաղուց էր երազում ԲԴԽ-ից հեռանալու մասին, եւ երազանքն իրականացավ, երբ Փաշինյանից վերջապես ստացավ հրաժարականի SMS-ը։ Նույն կապի միջոցով եղել է խնդրանք եւ ես հարգել եմ։ Կարեն Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։